Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Վենեսուելա, հիմա էլ Գրենլանդիա։ Ակնհայտորեն ինչ-որ բան է կատարվում միջազգային հարաբերություններում։ Կարծես թե մենք գործ ենք ունենալու լուրջ պայմանավորվածությունների հետ, որոնք աշխարհաքաղաքական մեծ նշանակություն են ունենալու առաջիկայում։ Եթե հիշում եք, Գրենլանդիայի շուրջ Տրամփի բարձրացած աղմուկից հետո Եվրոպական միությունը շտապ կերպով հայտարարեց, թե իրենք հակադարձելու են Տրամփին, անգամ որոշ պետություններ սկսեցին զինված ուժեր ուղարկել Գրենլանդիա, բայց այստեղ հետաքրքիր է Եվրոպական միության, ինչպես ասում են, տնտեսական շոգեքարշերից մեկի Գերմանիայի դիրքորոշումը։ Սկզբում Գերմանիան ուղարկում է այդ զորքը Գրենլանդիա, զորքը ասելով ի նկատի ունենք ընդամենը 15 զինվոր, որոնք Գրենլանդիա հասնելուց 24 ժամ հետո հրաման են ստանում հետ վերադառնալ։ Եթե նախկինում Մայնցը հայտարարում էր, որ Գրենլանդիայի հետ կապված Միացյալ Նահանգների վարած քաղաքականությունը սխալ է, որ Դանիայի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի եւ այլն, հիմա էլ հանկարծ նույն Մայնցը հայտարարում է, որ մերձը որ Գրենլանդիայի հետ կապված իրավիճակը մի փոքր այլ տեսանկյունից է պետք դիտարկել, քանզի այն ինչ անում է Թրամփը Գրենլանդիայում, դա ոչ այլ ինչ է, քան Ծայր Հյուսիսում ռուսական ագրեսիայից պաշտպանելը։ Այդ թվում նաև Գրենլանդիայում իրականացվող նրա գործողությունները։ Արդեն վաղուց բոլորը կարծես մոռացան Դանիայի մասին, Դանիայի տարածքային ամբողջականության մասին, նույն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յուտեն է հայտարարություն տարածում եւ նշում, որ Գրենլանդիայի հետ կապված կարծես թե Միացյալ Նահանգների հետ հնարավոր է եղել ձեռք բերել պայմանավորվածություն, բայց ուշադրություն, սուվերենության եւ տարածքային ամբողջականության հարցերը չեն քննարկվել։ Այդ դեպքում ինչ պայմանավորվածության մասին է խոսքը։ Իսկ արդյոք այստեղ մենք գործ չունենք ուղղակիորեն Գրենլանդիան Միացյալ Նահանգներին հանձնելու հետ եւ այդ հարցում կարծես թե Դանիան մնալու է մենակ։ Մոսկվայից էլ է գալիս հետաքրքիր ազդակ։ Ռուսաստանի նախագահը հայտարարում է, որ այն ինչ կատարվում է Գրենլանդիայի եւ Միացյալ Նահանգների միջև իրենց չի վերաբերվում։ Եվ Դանիան էլ է ըստ էության մեղավոր, քանզի ժամանակին բավականին դաժան քաղաքականություն է վարել նույն Գրենլանդիայի բնիկ ժողովուրդների նկատմամբ։ Դանիան մնում է մենակ եւ Դանիային ոչինչ չի մնալու, քան հոժարակամ հանձնել Գրենլանդիա, որը ավելի մեծ է, քան Դանիան իր տարածքով, եւ նաեւ բնական ռեսուրսներով եւ աշխարհաքաղաքական եւ աշխարհառազմավարական դիրքով մեծ նշանակություն ունի ողջ Հյուսիսի համար։ Կարծում ենք, որ Գրենլանդիայի հարցը ժամանակին քննարկվել է անգամ Անկորիջում Տրամփի եւ Պուտինի հանդիպման ժամանակ։ Վստահ ենք, որ Գրենլանդիայից հետո առաջ է գալու Կանադայի հարցը, քանզի եթե Գրենլանդիան անցնում է Միացյալ Նահանգների հսկողության տակ, ապա Կանադան 3 կողմից հայտնվում է շրջապատման մեջ Միացյալ Նահանգների կողմից եւ նրա նկատմամբ ճնշումը գնալով ուժեղանալու է։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե Գրենլանդիայում ինչպիսի իրադարձություններ են ծավալվում եւ որ ամենակարևորն է, ինչ վերջնական որոշում է կայացնելու Դանիայի կառավարությունը։ Երկրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Ուկրաինայի հետ է կապված։ Այստեղ էլ միանշանակ փոփոխություններ են նկատվում, ընդ որում 24 ժամվա ընթացքում։ Եթե հիշում եք, Գրենլանդիայի հետ կապված Զելենսկին հայտարարել էր, որ իրենք պաշտպանում են Դանիայի տարածքային ամբողջականությունը եւ որ այն ինչ կատարվում է Միացյալ Նահանգների կողմից, այնքան էլ ճիշտ չէ։ Բայց Դավոսում Տրամփի հետ հանդիպումից հետո հանկարծ Զելենսկին հարձակվում է նույն Եվրոպական միության վրա, նրանց մեղադրելով թուլակամության մեջ եւ նշելով, որ այնինչ կատարվում է այս պահին Ուկրաինայում, դրա մեղավորը նաեւ Եվրոպական միությունն է, քանզի վերջինս թուլակամություն է ցուցաբերում եւ անհրաժեշտ վճռականություն ցույց չի տալիս, որպեսզի պաշտպանի Ուկրաինային Ռուսաստանի հարձակումներից։ Հետաքրքիր զարգացում է, բայց Զելենսկին, ինչպես ասում են, կրակի հետ է խաղում, քանզի Տրամփը ամեն պահի կարող է ուղղակի լքել Զելենսկուն եւ Զելենսկին մնալով նաև առանց Եվրոպական միության օգնության, ուղղակիորեն նրան ոչինչ չի մնալու, քան կապիտուլացվել։ Առաջիկայում սպասվում են բանակցություններ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև։ Մենք հետևում ենք իրադարձություններին եւ մեր հաջորդ հանդիպման ժամանակ անպայման անդրադառնալու ենք, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել եւ ի վերջո երբ մենք ականատես կլինենք Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման եւ խաղաղության հաստատման։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Իրանի հետ է կապված։ Իրանը փորձարկել է միջմայրցամաքային հրթիռը, որի հեռահարությունը 10,000 կիլոմետր է։ Հրթիռն արձակվել է Սիբիրի ուղղությամբ, նախորդ իհարկե ստանալով Ռուսաստանի համաձայնությունը։ Եվ կարծես թե փորձարկումն անցել է բարեհաջող։ Այս պայմաններում իհարկե Մերձավոր Արևելքում ուժերի լուրջ փոփոխություն է նկատվելու եւ բավականին լուրջ վերադասավորումներ են լինելու։
Քանզի եթե Իրանին հաջողվում է մեջ մայրցամաքային հրթիռի փորձարկումը հաջողությամբ իրականացնել, իսկ կարծես թե փորձագետները վկայում են այն մասին, որ այդ փորձը հաջող է անցել, ապա Իրանը կարողանում է ընդհանուր միջև Միացյալ Նահանգների հարավային հատվածներում հասանելիություն ունենալ։ Այսինքն Իրանից արձակված հրթիռը կարող է հասնել նաև Միացյալ Նահանգներ։ Սա արդեն դարակազմիկ իրադարձություն է։ Սա փոխում է իրերի ողջ ընթացքը եւ Մերձավոր Արևելքում եւ համաշխարհային քաղաքականության մեջ։ Սա առնվազն նշանակում է, որ Միացյալ Նահանգների բոլոր բազաները, դա կլինի Խաղաղ օվկիանոսում, կլինեն Ատլանտյան օվկիանոսում, կլինեն Եվրոպայում, ամբողջությամբ տեսանելի են լինելու Իրանի համար եւ որ ամենակարևորն է հասանելի են լինելու նրա հրթիռների համար։ Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ ունեցող Իրանը բնականաբար կոշտացնելու է իր դիրքորոշումը բանակցային գործընթացում, կոշտացնելու իր դիրքորոշումը Միացյալ Նահանգների հետ բանակցություններում եւ նրա հետ հարաբերություններում։ Դա նշանակում է, որ միջմայրցամաքային հրթիռը կարող է նաեւ տեսականորեն միջուկային մարտագլխիկ կրել։ Սա արդեն լուրջ իրադարձություն է դառնում նաեւ համաշխարհային քաղաքականության համար։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե Իրանի շուրջ իրավիճակը ինչպես է զարգանում եւ արդյոք Տրամպը կգնա ուղղակի բախման Իրանի հետ, թե կբավարարվի դիվանագիտական գործարքներով եւ ինչպես ինքն է ասում, պատրաստ են Իրանի հետ բանակցություններ սկսել եւ դիվանագիտական ճանապարհով փորձել խնդիրը հարթել, քանզի Իրանն էլ է պատրաստ դիվանագիտական բանակցությունների։ Դա աստված, որ ամեն ինչը կարգավորվի բանակցությունների միջոցով, քանզի Իրանը լինելով մեր հարևան պետություն, նաև մեզ համար կարևոր նշանակություն ունի եւ այնտեղ ռազմական ցանկացած գործողություն ակնթարթորեն ազդելու է նաև մեր վրա։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։